Բարի լույս, սեպտեմբեր, դպրոց, դասեր։ Նոր ուսումնական տարին առաջարկում եմ սկսել մի քանի հետաքրքիր էկրանավորումներով, լավ ժամանակ անցկացնելու եւ լիցքաթափվելու համար։ Եվ այսպես գնացինք։ Սոցիալական ցանցը ուղղակի կենսագրական ֆիլմ չէ Facebook-ի ստեղծման մասին։ Սա ինտելեկտուալ թրիլլեր է, որը պատմում է հանրակացարանի սենյակներից մեկում ծնված գաղափարի մասին, որը ոչնչացրեց ընկերությունը եւ ստեղծեց գլոբալ կայսրություն։ Այս ֆիլմը նախատեսված չէ ուղղակի ժամանցի համար։ Այն դիտելով ոգեշնչվում ես իրական պատմությամբ։ Ֆիլմը հանդուգն է, խելացի, կոնֆլիկտային ու շատ ժամանակակից։ Սա ֆիլմ է բարձունքի ձգտման մասին։ Ձգտում, որը պատրաստ է ոչնչացնել ամեն ինչ իր ճանապարհին։ Խելացի մտքի մասին, որը կարող է արժանալ միլիարդներ, իսկ մարդկային հարաբերությունները ոչինչ։ Եվ այն մասին, որ դու կարող ես լինել ամենախելացի մարդը սենյակում, բայց միևնույն է մնալ մենակ։ Դիտելով այս ֆիլմը դուք կտեսնեք երիտասարդ Մարկ Ցուկերբերգին, ով դրդվելով նեղսրտության եւ ամբիցիաների մղումից ստեղծում է հարթակ, որը ամբողջությամբ փոխեց թվային աշխարհը։ Կոնֆլիկտ, որը սկսվում է թվային կոդերից եւ վերջանում դատարանում։ Եթե ձեզ հետաքրքիր են ստարտափերը, տեխնոաշխարհն ու այս ոլորտի ներքին խոհանոցը ծրագրավորումից մինչև դատական վեճերը, ուրեմն սոցիալական ցանցը դուք ոչ թե դիտելու, այլ կլանելու եք մեկ շնչով։ Երկու անիմե, մեկ թեմա, նույն համարի տակ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա պատմություն է սովորական աղջկա մասին, ով փորձում է գտնել ընկերներ, բայց պատկերացրեք, դուք տեսնելու եք այս խնդիրը երկու տարբեր տեսանկյուններից անիմեի ֆիլտրով։ Սկսենք առաջինից։ Երևի բոլորիս հետ էլ եղել է, որ ինչ-որ տեղ հայտնվելիս զգացել ենք մեզ դիսկոմֆորտ։ Պատկերացրեք, որ դուք սարսափի աստիճանի վախենում եք մարդկանց հետ շփվել, բայց երազում եք բեմ դուրս գալ հազարավոր հանդիսականի առաջ։ Խիտորի Գոտոն կաշկանդված դպրոցական աղջիկ է, ով անշարժանում է մարդկանց ներկայությամբ, բայց շատ է սիրում կիթառ նվագել ու երազում է դառնալ ռոք աստղ։ Նա տարածում է իր երգերը համացանցում թաքցնելով իրական անունը եւ շարունակում ինքնուրույն պարապել տանը, բայց իրականում ամեն ինչ փոխվում է միայն երբ պատահականության արդյունքում նրան ընդգրկում են դպրոցական ռոք խումբ։ Իսկ հիմա պատկերացրեք, որ ցանկանում եք ճանաչվել ձեր համատարիկայինների շրջապատում, բայց կարծես ամբողջ աշխարհը ձեզ անտեսում է կամ չի հասկանում։ Տոմոկո Կուրոկին կաշկանդված անվստահ աղջիկ է, ով ունի շատ հարուստ երևակայություն, բայց գաղափար անգամ չունի, թե ինչպես շփվել մարդկանց հետ։ Ամեն անգամ, երբ թվում է, թե ուր որ է դպրոցում կդառնա հայտնի, խայտարակ կերպով ձախողվում է, անհետետ, կրինժային, ցավոտ, բայց ճշմարիտ կերպով։ Եթե Բոչի դրոքում ջերմ ու վառ մթնոլորտ է, հիասքանչ վիզուալ հումոր, իսկ հերոսուհու ներքին ապրումները ներկայացված են կրեատիվ երևակայությամբ, ապա Watamote-ին անողոք սև հումոր է հասցրած աբսուրդի։ Եթե երբևէ կոմֆորտ չեք զգացել մարդկանց շրջապատում, ուրեմն կգտնեք ձեզ այս անիմեում։ Առաջինը ներկայանում է որպես բարի ու ոգեշնչող պատմություն այն մասին, թե ինչպես վախը հաղթահարելով կարելի է աճել։ Իսկ երկրորդը մռայլ պատմություն է՝ լի մենակությամբ, անհեթեթությամբ, ինքնախաբեությամբ ու նույն տեղում դոփումով։ Եթե ուզում եք ոգեշնչվել, ծիծաղել ու զգալ ջերմություն, ուրեմն ընտրեք Բոչի դրոքը։ Բայց եթե ցանկություն կա տեսնելու կրինժ ու դառը ինքնահեգնանք, ուրեմն ձերը Watamote-ին է։ Բայց ավելի լավ է երկուսն էլ դիտեք։ Մեկ խնդիր, երկու տեսանկյուններ։ Ինչպես լինել իրական, երբ չգիտես իրականում ինչպիսինն ես։ Եվ այսպես հասանք ուսումնական կատակերգությունների մեջ իմ ամենասիրած ֆիլմերից մեկին։ Օրիգինալ անվանումը հայերեն չեմ բարձրաձայնի, համացանցում կնայեք կհասկանաք թե ինչու, բայց ռուսական թարգմանությունում այն հայտնի է Зачетный препод։ Պատկերացրու, նախկին գողը հայտնվում է դպրոցում։ Ֆիլմի գլխավոր հերոսը ուսուցիչ չէ, այլ սխալմամբ գործի ընդունված հանցագործ, ով պարզապես ուզում է գտնել սխալմամբ դպրոցում հայտնված գողացված փողերը։ Իսկ ծանոթ սյուժե Գողացված ոսկիներ, ոսկիներ, գողացված փողեր, դպրոցում, բանդից նոր դուրս եկած, սուդի ուսուցիչ, ծանոթ չէր, ծանոթ էր, լավ ինչ օրա։ Բայց ամեն ինչ շրջվում է գլխի վայր, թեթև խարդախության փոխարեն Գեր Մյուլլերը ստիպված է աշխատել մի դասարանում, որտեղ աշակերտները մեղմ ասած գլխացավանք են, ում գիտելիքներն ու ուսման ձգտումը հավասար են անարխիայի։ Սա անկաշկանդ կատակերգություն է, որտեղ ամեն ինչ կառուցված է հակադրության վրա։ Փողոցային կոպիտ նախկին բանտարկյալն ընդդեմ աշակերտների, որոնց կարծես դաստիարակել են «Էն մեր մայլի զիբլի շաները»։ Բայց ֆիլմի ընթացքում ամեն ինչ փոխվում է։ Նա սովորում է պատասխանատվություն կրել, իսկ նրանք առաջին անգամ իրական հարգանք են զգում ինչ-որ մեկի նկատմամբ։
Ֆիլմում շատ են կոպիտ, երբեմն նույնիսկ չափն անցնող հումորները, բայց կա նաև ջերմություն, կերպարների զարգացում ու նաև մի փոքրիկ սիրավետ։ Այս ֆիլմի սյուժեն ասես եթե փոխարինող ուսուցիչը հանդիպեր սարսափելի ֆիլմին։ Եթե ուզում եք ծիծաղել ու ոչ միայն, ուրեմն հենց սա է իդեալական ընտրությունը երեկոյի համար։ Դուք հաստատ պետք է նայեք American Pie-ը կամ ամերիկյան խմորեղենը, ում ինչպես հարմար է։ Սա պարզապես կատակերգություն չէ, այլ կուլտային ֆիլմ հասունացման մասին։ Պատկերացրու, սովորական դպրոցական տղաներ, որոնց ընդհանուր նպատակը մեկն է՝ դպրոցը չավարտել, թե անմեղ։ Սկսվում է մի ամբողջ խելահեղ մրցավազք՝ լի անհաջող ժամադրություններով, տարօրինակ իրավիճակներով, անսպասելի զարգացումներով։ Եվ այո, հենց այն խմորեղենով։ Գլխավոր հերոսները 4 ընկերներ են, եւ նրանցից ամեն մեկը յուրովի է փորձում գտնել հասուն կյանքի ճանապարհը։ Եվ իհարկե, Սթիֆլերը։ Սթիֆլերը այն կերպարներից է, որ չգիտես ինչի համար է, բայց շատ ուրախ ես, որ նա կա։ Բայց ամենաշատը, ինչով որ գրավում է այս ֆիլմը, դա իրական անկեղծությունն է։ Այն պարզապես վուլգար կատակերգություն չէ պատանեկան հիմարություններով։ Չնայած նաև սա է ֆիլմի հմայքը։ Խորքում սա մի անկեղծ պատմություն է ընկերության, առաջին փորձառության, վախերի ու մեծահասակ դառնալու մասին։ Եթե սիրում ես աբսուրդ հումորով, անկաշկանդ կատակերգություններ, ուզում ես ծիծաղել մինչև արցունքներ ու մի պահ հիշել դեռահասության քաոսը, ամերիկյան խմորեղենը անպայման պիտի տեսնես։ Բացի այդ, սա մեկ ֆիլմ չէ, այլ ֆիլմերի շարք։ Դիտիր առաջինը եւ անպայման կուզենաս իմանալ, թե ինչ եղավ տղաների հետ հետո։ Ես խորհուրդ կտայի դիտել առաջին 3-ն ու վերջինը։ Միջանկյալները ավելի շատ գրեհիկ են, առանց խորության։ Սա պարզապես հուզիչ ֆիլմ չէ, այլ ոգեշնչող պատմություն, հիմնված հենց Բրեդ Քոենի կյանքի կենսագրության վրա, որը քեզ ստիպում է վերաիմաստավորել կյանքը։ Պատկերացրու մի տղայի, ով մանկուց տառապում է Տուրետի հիվանդությունից, անընդհատ ակամա ձայներ է հանում, շարժումներ անում, կարճ ասած ունի ծիկեր, եւ մարդիկ սովորաբար խուսափում են նրանից, բայց նա ունի երազանք՝ դառնալ ուսուցիչ։ Սա գրեթե անհնար է թվում, այնպես չէ։ Ով թույլ կտա այս տեսակ առանձնահատկություններով մարդուն դասավանդել երեխաներին։ Բայց Բրեդ Քոենը ոչ միայն չի հանձնվում, այլ իր յուրահատկությունը վերածում է ուժի։ Նա ապացուցում է, որ հնարավոր է դառնալ ոգեշնչման աղբյուր ուրիշների համար անկախ դժվարություններից։ Դուք տեսնես ինչպես է նա դիմանում նվաստացումներին, մերժումներին ու մարդկանց անվստահությանը, բայց մնում բարի, անկեղծ ու հաստատակամ, հասնելու իր նպատակին։ Սա ֆիլմ է ինքնավստահության, համբերության եւ այն մասին, թե ինչպես մեկ մարդը կարող է փոխել բոլորի ընկալումները։ Եթե ձեզ դուր են գալիս ֆիլմեր, որոնք ունեն ոչ միայն հզոր պատմություն, այլ նաեւ առաջացնում են հույզերի ալիք, ուրեմն դասարանի առաջը դուք անպայման պետք է դիտեք։ Այն իսկապես ոգեշնչող է։ Իդեպ նմանատիպ նաեւ հնդկական ֆիլմ կա։ Եթե դուք բոլիվուդյան ֆիլմերի սիրահար եք, անունը Ինչպես աստղերը երկրի վրա։ Եվ այսպես, այսքանով ավարտենք կրթության մասին ֆիլմերի շարքը։ Հուսամ հավանեցիք եւ այսօրվա ձեր երեկոյի համար արդեն ընտրեցիք լավագույնը։ Դե իսկ մենք կհանդիպենք նոր ու ավելի թարմ շարքերով։ Մինչ հանդիպում։